Սիրելի բարեկամներ, Լարմաս հեռուստատեսության ստուդիայում ձեզ հետ եմ ես, Արա Սարգսակյան Նալչաջյանս։ Այսօր սկսում ենք Լարմաս հեռուստատեսության նոր եւ գլխավոր հաղորդաշարը, որ հենց այդպես էլ կոչվում է Լարմաս։ Մեր հայրենիքի Հայաստանի համար այս դժվար ժամանակներում ազգային համախմբումը հրամայական անհրաժեշտություն է, եւ դրան կարող ենք հասնել ամենահզոր միջոցով հայոց ազգային գաղափարախոսությամբ, որը կոչել ենք հատուկ անվամբ Լարմաս։ Հիմնական իմաստն է առ Մասիս, դեպի Մասիս։ Մասիսը հայության եւ Հայաստանի հիմնական խորհրդանիշն է, այսինքն այս ազգային գաղափարախոսությունը Մասիսակենտրոն է, Արարատակենտրոն է, Հայակենտրոն է եւ Հայաստանակենտրոն է։ Մեր հաղորդաշարի թողարկումների ընթացքում կներկայացնենք այդ գաղափարախոսությունը, որը հենց այդպես էլ կոչվում է նույն կերպ Լարմաս։ Հայցելով Աստծո օրհնությունը Լարմասին, հաղորդաշարի անդրանիկ թողարկմանը հեռավար զրույցի ենք հրավիրել արժանապատիվ Տեր Աբել Քահանա Քարտաշյանին։ Օրհնյա Տեր հայր։ Աստված օրհնի, Արա ջան։ Տեր հայր, տեղյակ եմ, որ դուք ջերմ ջատագովն եք հայության համախմբման։ Ինչը ձեզ բերեց այդպիսի եզրահանգման, ինչը ձեզ համոզեց, որ հայության համախմբումը իսկապես հրամայական անհրաժեշտություն է։ Հին խոսքեր ունենք պապական։ Գյուղը կանգնի, գերան կկոտրի։ Այսինքն խնդիրներ լուծելու համար պետք է համախմբվել։ Եվ ինձ համար սրտի մեծ ցավ է տեսնել, որ մենք խնդիրները ճանաչելով, խնդիրներ տեսնելով չենք կարողանում ճշմարիտ ձևով արձագանքել։ Ինչու՞։ Որովհետև չունենք ազգային նպատակ, այդ նպատակին հասնելու ճանապարհը հստակ չի մեզ համար, եւ դրվագային այս մոտեցումով մենք հապճեպության եւ այլ վնասակար երևույթների պատճառով չենք կարողանում հիմնովին խնդիրներ լուծել։ Այսինքն մեր ժողովուրդը հիմա կանգնած է մի շատ կարևոր խնդրի առաջ, որ ինչպես անենք, որ կարողանանք ազգային միաբանություն ունենալ։ Եվ դրա համար ինձ բախտ է վիճակվում պատեհ անպատեհ բոլոր հանդիպումներում այս մասին խոսել, որ մեզ հարկավոր է ազգային ծրագիր, մեզ հարկավոր է ազգային այդ ծրագրին հասնելու ճանապարհի հստակ քարտեզ, բոլոր երևույթները մեր կյանքի մեջ եւ տնտեսական, եւ մշակութային, եւ քաղաքական, եւ բոլոր տեսակի process-ները լուսաբանող ավելի հստակ ճանապարհ, որը կտանի մեզ դեպի մեր համընդհանուր դրած ընդհանուր նպատակին։ Այսինքն պիտի սահմանենք նպատակ, այդ նպատակին հասնելու համար ճանաչենք ճանապարհը եւ սկսենք գործել։ Ասելով ազգային զարգացման ծրագիր կամ ստրատեգիական ծրագիր, դուք թերևս նկատի ունեք այն փուլը, որը հիմնված է հենց ազգային գաղափարախոսության վրա, չէ՞ որ ի վերջո ամեն ինչի հիմքում ազգային գաղափարախոսությունն է եւ ապա միայն ստրատեգիական զարգացման ծրագիրը եւ բազմաթիվ այլ ծրագրեր զանազան ուղղություններով երկրի զարգացման։ Այդպես է, Արա ջան, ուրեմն այս բոլոր պատկերացումները եւ մտածումները երբ որ ծնվեցին իմ մեջ, շատ մի գեղեցիկ, ուրեմն իրականության վրա հաստատվեց ամեն ինչ։ Այսինքն մարդ, ընտանիք, տոհ, ցեղ, ժողովուրդ, ազգ եւ պետություն։ Այս շղթայի մեջ պիտի կարողանանք մենք դիտարկել մեր բոլոր խնդիրները։ Մենք հիմա ըստ իս եկել ենք մի շատ կարևոր հանգրվանի, ժողովուրդ ասացին, ճիշտ է, եւ անհատի խնդիրն է շատ կարևոր, եւ ընտանիքի խնդիրն է շատ կարևոր մեր ժողովրդի մեջ, տոհմական մեր զգացումներն են շատ կարևոր, մեր տոհմական կապերը, մեր ցեղային զգացումներն են շատ կարևոր, եւ շատ կարևոր են
թե ինչ է նշանակում ժողովուրդ եւ ինչ է նշանակում ազգ, այս տարբերությունները պիտի կարողանանք լավ հասկանալ։ Իսկ պետությունը ազգ հասկացողության ուղղակի զգեստն է, այսինքն արտաքին իրականությունը։ Եվ այստեղից է ծնվում այն մտայնությունը, որ ժողովուրդ ասածը բառ ինքը հուշում է ժողովված մարդկանց խումբ։ Եթե մարդկանց խումբը ժողովված է եւ չկա ազգային նպատակ, այդ ժողովրդի միջից չի ձևավորվում ազգը։ Այսինքն ազգը դա հստակ մշակութային առանձնահատկություն ունեցող այդ ժողովրդի մեջ ապրող հստակ մարդկանց խումբ է, ովքեր ծրագիր ունեն, ազգային տեսիլք ունեն եւ գնում են այդ տեսիլքի հետևից։ Նպատակը անշուշտ շատ կարևոր հանգամանք է եւ դրան մենք դեռ կանրադառնանք, Տեր այր, բայց նախ խնդրեմ պատասխանեք, թե դուք որ աջակցում եք ազգային գաղափարախոսությանը եւ լարմաս կոչվող այդ համահայկական երևույթին, ինչով եք հիմնավորում ձեր աջակցությունը, ինչու եք դուք աջակցում։ Նախ Մասիսի շուրջ տեղի ունեցող բոլոր երևույթները ինձ համար շատ կարևոր են, որովհետեւ ըստ իս արարատյան ճշմարտության մասին մենք դեռևս պիտի բարձրաձայնենք։ Մասիս որպես հայության խորհրդանիշ, այո։ Այո, լյարն Մասիս եւ աստվածաշնչային Արարատ լեռ, որի շուրջ մարդկության ամբողջ պատմությունը խարսխված է եւ արարատյան դաշտում է, որ հայտնվեց մեզ այն մեծ ճշմարտությունը եւ ոսկե մուրճով մեր Տերը հաստատեց այդտեղ լույսի խորան, պաշտամունքի ճշմարիտ Աստծուն պաշտամունքի խորան եւ որտեղից մենք նոր մշակութային ճանապարհ ընտրեցինք եւ քայլում ենք այդ մշակութային ճանապարհով։ Նկատի ունեք հայության սրբություն սրբոցը, Սուրբ Էջմիածինը։ Այո, սրբություն սրբոցը մեր հոգեվոր մայրաքաղաքը Սուրբ Էջմիածինը։ Այսինքն այդ արարատյան ճշմարտությունը, Արարատ լեռան ստորոտում տեղ գտած հայոց աշխարհում աստվածային ճշմարտությունը, որի մասին պիտի խոսենք, որի մասին պիտի վկայենք եւ կարծում եմ սա մեր ամենակարևոր աստվածային հոգեվոր անելիքի կիզակետն է։ Տեր հայր, լարմաս գաղափարախոսության համաձայն հայության եռամիասնական ուղին է գիտելիք, աշխատանք եւ հոգեվոր։ Եվ եթե այս բառերի առաջին տառերը վերցնենք եւ հապավում ստեղծենք, կստացվի Գ-ԱՀ, գահ, գահ, որը արդեն իսկ պետականակերտման նշանակություն ունեցող բառ է։ Եվ յուրաքանչյուր ուղի ունի իր վերջնանպատակը։ Ըստ ձեզ, ինչ նպատակի է հանգեցնում այս ուղին, եռամիասնական այս ուղին, գիտելիք, աշխատանք, հոգեվոր։ Ասեմ Արաջան, որ եռանկյունին ամենահաստատուն, ուրեմն ամենաուժեղ կառույցն է։ Եվ այս երեք սյուների վրա հիմնել հայոց գալիքի, հայոց ազգային նպատակի ծրագիրը շատ տեղին եմ համարում։ Նախ հայ մարդը առանց շրջապատի ճանաչման, առանց իմացության չէր ստեղծագործում։ Այսինքն գիտելիքի կարևորությունը դարերով մենք ապրել ենք։ Գիտելիք կուտակելը ինքնաճանաչողության կարևորագույն խթաններից մեկն է։ Եվ աշխատանք, գիտեք, աշխատանքի մասին երկար պիտի խոսեի, բայց շատ կարճ եմ ուզում ասել։ Մենք յուրաքանչյուր սերունդ մյուս սերունդի նկատմամբ մի տեսակ սխալ վերաբերմունք ունի։ Ներողություն, չկարողացանք մենք անել, դուք կանեք, ինչ-որ մի բան կանեք։ Մենք ազգային ծրագիր չունեցանք, մենք ինչ-որ գալիքի մասին պատկերացումներ չունեցանք, մենք ինքներս մեզ լավ չկարողացանք ճանաչել, դուք մի բան կանեք։ Եվ ամեն սերունդ մյուս սերունդի վրա թողնելով այս կարևորագույն խնդիրներն ու հարցերը, եկել ենք հասել ենք ծակ տաշտակին։ Եվ ինձ համար շատ կարևոր է աշխատանքը, որ մենք հիշենք, որ ցանկացած
ամենաերկար ճանապարհ ինքը սկսում է առաջին քայլից եւ անխոնջ աշխատանքից։ Աշխատանքի իրականությունը նշանակում է ծուլության հաղթահարում։ Մեր սերունդների մեջ ծուլությունը շատ խոր արմատներ ունի գցած։ Մենք չաշխատելով է, որ մեզ հեռու ենք պահել պատասխանատվությունից, ստանձնելու առաջնորդություն, ստանձնելու այդ գաղափարախոսության ջահակիրը լինելու, վերցնելու լույսը եւ առաջ շարժվելու։ Եվ այս ամենը առանց հոգևոր արժեքների, առանց արժեհամակարգի, առանց մարդու ներքին նորոգման անհնարին է իրականացնել։ Այդ իսկ պատճառով ինձ համար շատ կարևոր 3 կետեր ասեցիք, սիրելի Արա։ Գիտելիք, աշխատանք եւ հոգևոր կյանք։ Ուրեմն եւ այս եռամիասնությունը գիտելիք, աշխատանք եւ հոգևոր արժեքներ մեզ հասցնելու են ճշմարիտ ապագայի եւ մեր ազգային ինքնության, ինքներս մեզ ճանաչելու, ինքնաճանաչողության ճշմարիտ ճանապարհի միջոցով հասնելու մեր ազգային նպատակներին, որը սահմանում ենք, որի մասին պիտի շատ խոսենք, որը իր մեջ ներառում է մեր կյանքի բոլոր ոլորտները եւ մենք այս եռամիասնության միջոցով է, որ այս ուղիով է, որ պիտի կարողանանք հասցնել մեր ծրագրերը իրենց նպատակին։ Արա ջան, միգուցե մենք չտեսնենք, մեր սերունդը չտեսնի։ Այսինքն շատ հեռահար ծրագիր պիտի լինի։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև մենք միշտ հապճեպության ընկալում ունենք, որ շուտ խնդիրները լուծվեն, ոչ դարերով կուտակված խնդիրները եւ այս անկախության 35 տարիների այս չաշխատելու վնասները հնարավոր չի միանգամից լուծումներ ստանալ։ Այսինքն մեզ պետք է համբերատարություն, աշխատանքի մեջ համբերատարություն, կուտակել գիտելիք, աշխատանքի մեջ լինել համբերատար եւ առաջնորդվել հոգեվոր արժեքներով։ Սա է ուղին, որը մեզ պիտի հասցնի մեր ազգային նպատակներին։ Իհարկե, երկարաժամկետ նպատակներ ունենալը լավ է եւ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելը, սակայն կարծում եմ սա այն դեպքն է, Տեր հայր, երբ մեր սերունդն իսկ կարող է տեսնել արդեն իսկ պտուղները, ել չեմ խոսում, թե հաջորդ սերունդները ինչքան մեծ պտուղներ կարող են տեսնել դրանից, ինչպիսի բարի արդյունքներ կարող են քաղել, եւ եթե մենք իհարկե ձեռքներս քշտած ձեռնամուխ լինենք այս գործին եւ ազգի լավագույն ներկայացուցիչները համախմբվեն իհարկե այս ազգային գաղափարախոսության շուրջ եւ հասնել այնպիսի նպատակի, որ Հայաստանը դառնա բարձր արժեքներով առաջնորդվող մի հասարակություն, մի ազգ, մի երկիր, մի պետություն եւ ոչ միայն այսքանը, այլև լինելով այդպիսին, չէ՞ որ նա կդառնա դրոշակակիր եւ այլ ազգեր եւս աշխարհում կհարեն նրան եւ այսպեսով կձևավորվի քաղաքակրթական մի բևեռ, ինչպես օրինակ ժամանակին Հայկ Նահապետը այդպիսի բարձր արժեքներով ապրող մեկն էր եւ ինքը իր տոհմը այդպիսին էր ու շատ այլ մարդիկ իր ժամանակակիցներ հարեցին նրան եւ այսպիսով ձևավորվեց աշխարհում բարձր արժեքների մի քաղաքակրթական բևեռ եւ այնքան զորեղ էր այդ բևեռը, որ սասանեց այն մյուս բևեռը, որը բելի բևեռն էր եւ որը առավելապես չար էր իր ձգտումներով եւ բոլորովին այնպիսի արժեհամակարգի կրող չէր, ինչպիսին որ Հայկ Նահապետն էր մեր։ Եվ ահա մենք էլ Հայկ Նահապետի հետնորդներն ենք, նրա ժառանգները եւ պետք է արժանի լինենք իսկապես այդ բարձր կոչմանը լինելու Հայկ Նահապետի ժառանգները։ Ահա այս ուրեմն ուղին հանգեցնում է այսպիսի նպատակի եւ դուք Տեր այր ինչ եք կարծում, կարող է արդյոք ազգային գաղափարախոսությունը համախմբել մեր հասարակությանը եւ եթե այո, ապա ինչ մեխանիզմով։ Չէ՞ որ մեխանիզմը եւս կարեւոր է, ոչ թե պարզապես այն պոստուլատը ընդունելը, որ այդպիսի համախմբում հնարավոր է։ Այո, Արա ջան, նորից պիտի մեր պապերի խոսքերից հիշեմ, կենցաղում շատ օգտագործվող, որ ասում էին առաջն Աստված։
Այսինքն եթե մարդ սկսում է մի process իր կյանքի մեջ մի շատ կարևորագույն իրականություն է սկսվում գործի գծվել եւ սկզբից Աստված է քայլում, Աստված է գնում այդ ճանապարհով։ Հավատացնում եմ քեզ, խնդիրները բոլորը լուծված են լինում։ Ուրեմն մեխանիզմը միակն է։ Մեր իրական միաբանության կենտրոնը դա հոգևոր արժեքներն են։ Գիտեք, շատ վաղուց թողել եմ էմոցիոնալ վերաբերմունքը այս կարևորագույն հարցերին եւ առաջնորդվում եմ զուտ փաստերով։ Փաստ է, որ մենք քրիստոնեությունը ընդունելով վերաճանաչեցինք մեզ որպես հայկի զավակներ։ Փաստ է, որ քրիստոնեությունը մեզ համար եղավ նոր մշակութային իրողություն, աշխարհի հետ հաղորդակցվելու նոր մշակութային վիճակ։ Դրան են վկայում գրերի գյուտը, դրան են վկայում տիեզերասլաց աղոթքը նարեկացու, դրան է վկայում մեր փիլիսոփայական մտքի զարգացումը, դրան են վկայում նաև մեր իրավաբանական գիտելիքը, Մխիթար Գոշի դատաստանագիրքը եւ շատ ու շատ արժեքներ, որ մեր ժողովուրդը հյուսեց քրիստոնեության միջոցով։ Այսինքն Քրիստոսի ճշմարիտ լույսը ունենալով նոր մշակույթի կերտողը դարձավ մեր ժողովուրդը, մեր ազգը։ Այո, Տերայր, իսկ ինչպես կարող է Լարմաս գաղափարախոսությունը, որի էությունը արդեն հակիրճ ներկայացվեց, ազդել հայերի սեփական ինքնության հանդեպ վերաբերմունքի վրա։ Ամեն ինչ սկսվում է ինքնաճանաչողությունից։ Մենք պիտի կարողանանք պատմության ամբողջ երկայնքով հասկանալ, որ մի տեսակ կրկնվող պարբերություններից է կազմված ամբողջ ժամանակաշրջանը։ Այսինքն, ինչպես ասում է ժողովող գիրքը, աշխարհում նոր բան չկա, ամեն ինչ լավ մոռացված հինն է։ Եվ ամեն ինչ մի տեսակ կրկնության մեջ է։ Եվ այստեղից է, որ մենք պիտի կարողանանք ուշադիր քննել, թե մեր ինքնությունը ինչպես ձևակերպվեց։ Այդ ինքնությունը ինչ փոփոխություններ կրեց, ինչ ազդեցություններ եղան այդ ինքնության վրա, ինչպիսի փոխհարաբերություններ ունեցանք մենք մեր հարևան ժողովուրդների հետ, ովքեր նվաճեցին մեզ եւ ինչ տեղի ունեցավ։ Եթե այս ամբողջ կտրվածքը sense ներկայացնելու լինենք եւ գանք հասնենք մեր օրեր, ես ցավով պիտի նկատեմ, որ մեր մեջ հիմա երկու կեղծ հայկական ինքնություններ են գլուխ բարձրացրել։ Մեկը Օսմանյան կայսրության մեջ ապրող հայներ, մյուսը ռուսական կայսրության մեջ ապրող հայը, որ ինչ որ ձևով համակերպվելու, չձուլվելով պահպանվելու, իր ինքնությունը պահելու մտավախություններով ապրող մարդը եկավ հասավ այն վիճակին, որ հիմա այս երկու ինքնությունները մի տեսակ իրար հետ պայքարի մեջ են։ Բայց իրական հայկականության հետ այս երկու ինքնությունները թույլ տվեք ասել կապ չունեն։ Եվ մեր ժողովրդին, մեր ազգին հիմա պիտի խոսենք, թե ով է հայը, որ անընդհատ սկսել են վատաբանել, հայավարի, այս ինչ բանը սենց անենք հայավարի, իբրև բացասական իրողություն։ Պիտի այդ ինքնա խարազանման վտանգավոր բծերը հանենք մեր միջից, որպես հայրիկ եմ խնդրում, իմ սիրելի ժողովուրդ, վերագտնենք ինքներս մեզ, վերադառնանք մեր արմատներին, վերադառնանք մեր մարդ լինելուն, աստվածային կոչմանը, ճշմարիտ ընտանիքների մեջ, ճշմարիտ խոսք ապրի, աստվածային խոսք, արժեքներ, որը կբերի մեր տոհմական բոլոր զգացումների ուրեմն ծաղկմանը, մեր բոլոր կապերի ամրապնդմանը, որը մեր մեջ առաջ կբերի ցեղային ճշմարիտ զգացումներ եւ տարբեր շերտեր,
ժողովված մարդիկ, որ տարբեր ինքնություններից ազդեցություններ են կրել, պիտի կարողանանք ձևավորել մեր ազգը, որը պետություն ունենալու մեծագույն փորձության առաջ պիտի կանգնի, որովհետև ազգերի համար մեծագույն փորձությունը պետություն ունենալն է։ Արդյոք այդ կազմակերպվածությունը կա, արդյոք այդ համախմբվածությունը կա, այդ կամքը կա արդյոք պետություն ունենալու։ Սա պետք է հստակ ձևակերպված լինի, հստակ։ Այսինքն, թույլ տվեք ասեմ, սիրելիներս, հայրական սիրով եմ ասում, թափթփված ենք, օրվա խնդիրները կան, այդ օրվա խնդիրները լուծենք, այդպես ճշմարիտ չի։ Մենք հարևան պետություններ ունենք, նույնիսկ այնպիսի մինչև 500 տարվա ծրագրեր են մարդիկ խոսում, որ կարող են ներկայացնել և ներկայացնում են մարդկությանը։ Այսինքն, համակայլ քայլելու, այս ազգերի շքերթում մեր տեղը ունենալու, մեր գույնը ունենալու, մեր հավատքը, մեր ճշմարիտ հավատքը, մեր հոգևոր արժեքները, մեր աշխատասիրությունը, մեր շատ ուժեղ գիտելիք ունենալը, այսօր ամբողջ աշխարհում ողողված է հայ մարդկանց գիտելիքի արդյունք հանդիսացող շատ ու շատ նորարարություններ։ Եվ դրա արդյունքում աշխատանքը դառնում է առավել էֆեկտիվ, առավել արդյունավետ, չէ՞ որ որքան խորն են գիտելիքները, աշխատանքը առավել արդյունավետ է, բայց դրանով հանդերձ պետք է երբեք չմոռանալ նաև բարոյական հոգևոր արժեքները։ Եվ ահա ստանում ենք դարձյալ նույն եռամիասնությունը, որը հենց Լարմաս գաղափարախոսությամբ ներկայացվում է որպես հայության ուղի։ Տեր հայր, դուք խոսեցիք ռուսական կայսրություն, օսմանյան կայսրություն, այս թևերը, այս տարբերությունները, որ հայությունը համակերպվել է, ինչպես ասած, այս երկու քարերի արանքում, սակայն ես կուզեի ավելի ընդարձակել այս համեմատությունը արևելք եւ արևմուտք հասկացությունները ներկայացնելով, որովհետև մեզ հայերիս ոչ արևելքն է գրավում, ոչ արևմուտքն է գրավում, մեզ հայերիս հետաքրքրում է մեր ինքնուրույն, ուրույն ուղին, եւ ահա այդ ուղու մասին է, որ մենք այսօր խոսում ենք, այդ ուղին բարձր արժեքների ուղին է։ Սիրելի արա, այո, մենք այս խառնարանում գտնվելով անկախ մեզանից ստացել ենք Աստծուց շնորհներ ճշմարիտ ձևով ոսկե միջինի զգացողություն ունենալու։ Ոչ շատ խիստ արևելքի մեջ լինելու, ոչ շատ խիստ արևմուտքի մեջ լինելու, այլ ոսկե միջինը ճանաչելու, ոսկե միջինը զգալու։ Սա մեր յուրահատկությունն է։ Եվ այս յուրահատկությունը որպես փաստ պիտի ընդունենք, որը դրսևորվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում, սկսած աստվածաբանությունից, ճարտարապետություն, մանրանկարչություն, չգիտեմ, երաժշտություն, բոլոր մեր կյանքի բոլոր շերտերում դրսևորվում է այս ոսկե միջինի յուրահատկությունը, որ արևելքի համար նմանություն է, արևմուտքը զարմանում է այս տեսակ մոտեցումի, այս տեսակ ընկալումի հետ կապված։ Սա մեր առանձնահատկությունն է եւ սրա վրա մենք պիտի կառուցենք մեր կյանքը։ Այսինքն սրա շուրջ պիտի խարսխենք։ Գիտեք, սիրելի արա, մեր ինքնությունը թափառող ինքնություն է դարձել։ Եվ այս թափառող ինքնության պարագայում մենք մեզ մոռացել ենք։ Մենք մեզ կորցրել ենք։ Եվ մեր ինքնության սփյուռքայնացումը շատ լուրջ խնդիր է մեզ համար։ Եվ այս թափառող ինքնության մեջ ինքդ քեզ չճանաչելու վտանգավորությունը հասել է արդեն կիզակետի։ Դրա համար Աստծուց խնդրում եմ, որ առաջից քայլի եւ օրհնի մեր բոլոր մտածումները, մեր բոլոր գործերը, որ Աստվածահաճո, Աստծու կամքով, բարի գործերի միտված կարողանանք գիտելիք կուտակել, կարողանանք աշխատանքով կերտել մեր ներկան
եւ հոգեվոր արժեքներով ձևավորել մեր սերունդներին։ Տերհայր, մեր զրույցի ավարտին հայցում եմ ձեր օրհնությունը քահանայական, թե Լարմաս համահայկական երևույթի համար առհասարակ, թե Լարմաս հեռուստատեսության եւ թե մեր այս հաղորդաշարի համար։ Աստված օրհնի ձեր ընթացքը, սիրելի եղբայր, թող աստվածահաճո եւ ճշմարիտ գործերը պսակվեն հաջողությամբ եւ մենք ունենանք այդ համբերությունը, այս երկար ու ձիգ ճանապարհը միասին քայլելու եւ տեսնելու այն բոլոր փոփոխությունները, որ լինելու են։ Ճանաչելով անցյալը պիտի կարողանանք կերտել ապագան, չմոռանալով, որ պիտի ապրենք ներկան։ Աստծո օրհնությունը մեզ ամենքիս։ Սիրելի եղբայր։ Deyel